երեք տարածած հայտարարության մեջ Մայրաթորը ասաց, որ իրավական ճանապարհներն է օգտագործելու մնացած հովանավանքը ազատագրելու համար, նախ կխնդրեմ սրան անդրադառնաք, ինչ ակնկալիք կա առհասարակ իրավապահ համակարգից եւ ինչ ճանապարհով եք էլի գնալու։ Տեսնում եք, որ ներողություն շարունակեմ, որ իրավական համակարգ վերջին շրջանում առհասարակ չկա ձեր եսա, եթե շատ խորանանք, այլ ընտրանքը ո՞րն է լինելու այստեղ։ Նայեք, նախ հստակ է եւ որոշ է, որ հովանավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ կարծում եմ շատ նաեւ հստակ է, որ հովանավանքում այսօր խախտված է եւ տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը, որոնց այնտեղ մուտք գործելը եւ հոգեվոր արարողություններ եւ հավատացյալների հոգեվոր խնամքը իրականացնելու այդ ամբողջ գործընթացը լիարժեքորեն խաթարված է։ Եվ բնականաբար այս երևույթը մտահոգիչ է բոլորիս համար։ Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, գիտեք, որ նաև Մայրաթորի անունից փաստաբանները դիմել են ոստիկանություն այդ ապօրինի այդ ներխուժումը կանխելու, որովհետև փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են եւ այնտեղ ապօրինի գործունեություն են իրականացնում եւ կարծում եմ պարզ առողջ տրամաբանության շրջանակներում է, որ այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի եւ օրենքի առումով սա շատ հստակ է մեզ համար։ Ինչ վերաբերում է իրավապահներին, այո, մենք ունենք այդ մտահոգությունը, որ իրավապահ համակարգը այս ամեն ինչի մեջ մեղմ ասած հապաղում է կամ անգործության է մատնված, որովհետև այլ օրինակներ, երբ որ մենք նայում ենք, փորձը ցույց է տալիս, որ որտեղ նման անօրինական գործողություն իրավապահ համակարգը իր ամբողջ ներուժով այնտեղ է լինում եւ փորձում է այդ ինչ-որ գործողություն իրականացնել օրենքի սահմաններում, բայց այս դեպքում այս հապաղումը անհասկանալի է անկեղծորեն։ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան պատասխանել է Մայրաթորի երեկվա հայտարարությանը, եւ նշել է, որ հովանավանքում շարունակելու են աղոթները, անկախ նրանից, որ դա փոխություն է համարել Մայրաթորը, ավելին ասել է, որ շարունակելու են աղոթները հովանավանքում, այնուհետև նաև Մայրաթորում, Սա դուք որպես սպառնալիք դիտարկում եք, այսինքն այն ինչ որ այնտեղ է տեղի ունենում, հնարավոր է մի օր էլ տեղափոխվում Մայրաթոր։ Այդ սպառնալիքները նոր չէ, այսօր չէ, որ հնչում են եւ վարչապետի եւ նաեւ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, որ պիտի գան Մայրաթորում իրենց Մայրաթորը զավթեն կամ նման տարբեր սպառնալիքներ կամ հայտարարություններ անում են։ Բնականաբար այս ամեն ինչը եւ ժողովրդավարության սահմաններից դուրս է, եւ օրինականությունից դուրս է, եւ որևէ առողջ բանականությունից դուրս է։ Ես չգիտեմ այդ հայտարարությունների հիմքում կամ այդ հայտարարությունները իրենց հոգեվոր զգացումների եւ ապրումների մեջ ինչպես են հիմնավորվում, բայց համենայն դեպս նման հայտարարությունների հիմքում որևէ հոգեվոր եւ անկեղծ զգացումներ ես չեմ տեսնում։ Երեսայի, տեսեք, արդեն մեկ շաբաթից ավելի է հավանաբար, որ Տեր Սարգիսը, Տեր Մանուկը չեն կարողանում մուտք գործել հովանավանք, իրանք ծառայություն են անում այնտեղ, փոխված է հովանավանքի դրան փականը, նախկին քահանան է արդեն այսպես ասած իրադրությունը իր ձեռքը վերցրել։ Ոնց է եկել այս ամեն ինչին արձագանքում բանը ու առհասարակ այս ամենը ոնց է լուծվել, նաև ասում են տան բանալին է փոխվել, որ ոչ միայն Սերժան, իրականում շատ ենք խոսել այս մասին եւ իրավիճակը բոլորիս աչքի առաջ է։ Հիմա այստեղ, չգիտեմ, նոր հայտնագործություններ չէ, որ պիտի անենք, շատ հստակ է, որ նման իրավիճակները լուծվում են իրավական եւ օրինականության ճանապարհով միայն։ Մեզ համար ամենակարևոր հանգամանքն է։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի եւ օրենքի սահմաններում
իր պարտականությունները կկատարի, դա կտեսնենք։ Ամեն դեպքում այս պահին մենք ունենք այդ մտահոգությունը, որ կա այդ հապաղումը, բայց ամեն դեպքում սա է այն հիմնական եւ կարեւոր ճանապարհը։ Ինչ վերաբերում է Հովանավանքի զավթելուն, դե բնականաբար սա այս մասով էլի հաղորդում տրվել է փաստաբանի անունից եւ սա որպես նաեւ հանցագործություն է, որովհետեւ այս դեպքում խախտվում է մյուս եկեղեցում ծառայող մյուս հոգեվորականների գործունեությունը եւ ծիսարարողական կյանքը։ Ամեն դեպքում այս պարագային ամենակարևոր պայմանը, որ մեր իրավապահ համակարգը իր գործունեությամբ զբաղվի եւ իր պարտականություններին։ Իսկ եթե շանի մայրաթորը, բարձրաստիճան հոգեվորականները ու այդ բոլորը ինչ էր արել այս դեպքում։ Դե կապրենք կտեսնենք, հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծման են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են, օրինակ ասենք, գնալ ինչ-որ խմբով, Հովանավանք, իրենց դուրս վռնդել են տեղից, բայց սա բախումների կարող է տանել եւ դրա համար այս առումով մենք ձեռնպահենք հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կատարեն։ Հետո ինչ կլինի կտեսնենք, չգիտեմ։ Եսայի կարգալույց հռչակված նախկին քահանան հետպես աղթիկների առաջ խոստացավ, վստահեցրեց արարողության մասնակիցներին, որ վկայական տրամադրելու է մկրտության, մասնավորապես այդ բանի մկրտություններ։ Սակայն դրանից հետո խոսքը փոխեց, որ չեն պահանջում այդ մարդիկ։ Իրենք ցույց չեն ուզում այդպես է ինքնին։ Հիմա կխնդրեմ այս տեսանկյունից բացատրել։ Օրինակ հետագայում, ինչպես է դա համարվում։ Դա արդյոք համարվում է մկրտություն կամ պսակադրություն եւ մի ճշտող հարց է։ Օրինակ, եթե մարդը մկրտվել է կարգալույց հռչակված քահանայի կողմից, պսակադրության ժամանակ, եթե թուղթն չկա, մայրաթորը չի տվել, ինչ է լինելու։ Նորից պետք է մկրտվի։ Ինչ Նախ այդ անձը կեղծիքի հետևից տարածում է։ Ամեն օր մի նոր կեղծիք, նախորդ օրվա ասածը հերքում է, վերաձևակերպում է եւ այլն։ Այս ցավոք սրտի, այս երևույթին, այս սուտի ու կեղծիքի տարածմանը մենք ականատես ենք ամեն օր։ Ինքը ինչ վերաբերում է մկրտության վկայականին կամ առհասարակ պսակադրության կամ որևէ այլ վկայականի, ինքը իրավունք չունի եւ չի կարող որևէ վկայական տալ եւ ինքը շատ լավ դա հասկանում է։ Սկզբում փորձեց մարդկանց խաբել, թե կտանք, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետեւ ինքը որևէ կնիկ չունի, որևէ իրավասություն չունի եւ որևէ կերպ չի կարող մարդկանց օրինական վկայական տալ։ Կարող է թղթի վրա ինչ-որ բան գրի, բայց դա որևէ օրենքի ուժ չունի եւ որևէ տեղ չի կարող ճանաչվել։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, եթե մարդը այնտեղ պսակադրվում է եւ կամ մկրտվում է տվյալ անձի կարգալույց քահանա հոգեվորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի եւ այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից։ Այսինքն դա նորից չի, որտեվ նախորդ կատարած ծեսը անվավեր է։ Այդ մարդը պիտի մկրտվի, որտեվ ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չկա։